Այսօր մեզ է միացել Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խարժակյանը, բարև ձեզ Դավիթ։ Կասեք, որ փուլում է հայ-ադրբեջանական կարգավորումը։ Մենք գիտենք Նրանից հետո այն ամենից հետո ինչ տեղի է ունեցել։ Մենք գիտենք, որ համաձայնեցումից հետո, այդ կետերի համաձայնեցումից հետո խաղաղության պայմանագրի նախագծի Ադրբեջանը հավելյալ պահանջներ է առաջ քաշել Մինսկի խմբի լուծարման հայտը Հայաստանի կողմից եւ սահմանադրության փոփոխություն ըստ էության երկու կետերի հետ կապված էլ, եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի Հայաստանի իշխանությունները ընդունել են այդ նախապայմանների կատարումը առանց ժամկետներ նշելու եւ այդ ամբողջ ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը էապես ավելացել է գիտենք, որ սահմանին կան կրակոցներ, որոնք իշխող ուժի ներկայացուցիչները ասում են, որ դրանք թիրախային չեն, այսինքն հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինուժը կրակում է, բայց դա Հայաստանի դեմ չէ ուղղված, այսպես են ներկայացնում եւ ըստ էության գործընթացը այդպես չէ, կրակում են մարդկանց ուղղությամբ տների վրա։ Դե նախ դրա փաստն էլ կա առնվազն մեկ դեպքի օրինակով, որ կրակել են տան ուղղությամբ, բայց հայ-ադրբեջանական սահմանին կրակոցը ուրիշում է ուղղված, այսինքն թիրախը եթե Հայաստանը չի ով է Դե շատ է եղել։ Ինչպես կարելի է դատել։ Ժամանակին ես հիշում եմ 90-ականների վերջին հայկական կողմը օդ էին կրակում միշտ խոչապ առաջացնելու այն բնակավայրերում, ովքեր սահմանին կամ շփման գծին մոտ են։ Դե դա այսինքն խաղաղության կամ հարաբերությունների կարգավորման տեղ չի թողնում։ Այսինքն եկանք նույն հարցին, որ կարգավորումը այդ փաստաթղթում չի, այլ ուրիշ տեղ է։ Բացարձակապես կարգավորումը այնտեղ չէ եւ Ադրբեջանը կարծում եմ այս բանի նպատակել չունի իրական քայլեր ձեռնարկելու այդ փաստաթուղթը ստորագրելու, անգամ այն պայմաններում, որ այդ փաստաթուղթը ամբողջ ծավալով բխում է Ադրբեջանի շահերից, գլխավորապես, անգամ այդ պայմաններում նման մտադրություն իրենք չունեն։ Որ բխումը պետք է ստորագրի, ուրեմն ինչ կա։ Ուրեմն կարելի է չի բխում այդ։ Ուրեմն կարելի է ավելին ստանալ, որովհետև խաղաղության պայմանագիր ստորագրելու դեպքում առնվազն տպավորություն է ընդհանուր ստեղծվում, որ հարաբերությունների կարգավորումը նորմալ հունով է ընթանում, իսկ իրենք այդպես չեն համարում։ Իրենք համարում են, որ Հայաստանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները եւ ցանկացած նման քայլ խաղաղության պայմանագրի ստորագրում, որը կարող է զսպիչ դեր հանդիսանալ Ադրբեջանի համար, իրենց համար ձեռնտու չէ։ Հիմա գիտեք տեղի է ունենում մի գոլանի ֆուտբոլ, այսինքն չկա երրորդ կողմ արբիտր չկա եւ տեսնում են, որ Հայաստանը շարունակաբար զիջում է դիրքերը եւ հետեւաբար ինչու էլ ավելի առաջ չգնալ։ Ադրբեջանի իրական փորացավը սահմանադրությունն է, որի մասին ասում եք, թե միջանցքը։ Ոչ բնականաբար, հիմնական թիրախը ես կարծում եմ միջանցքն է, ճանապարհը եւ Ադրբեջանը այդ նպատակին հասնելու համար տարբեր միջոցներով ճնշումների է ենթարկել հայկական կողմին, սկսած 2021-22 թվականի ագրեսիաներից։ Երեք Ալիևը ասում էր, որ մենք արդեն Իրանով ճանապարհը կառուցում ենք, այսինքն այդ տարբերակը Հայաստանի հետ միջանցքի կարծես անցել է, հրաժարվել են, թե ոչ։ Ես կարծում եմ ոչ, որովհետև Հայաստանի տարածքով Ադրբեջանի կողմից պահանջվող ճանապարհը հենց Իրանից կախվածությունը նվազեցնելն է։ Իրանով կարող է ճանապարհը կառուցվել եւ այդպես էլ մնալ, բայց դա շարունակաբար կախվածություն է ապահովում Իրանի նկատմամբ, որովհետև Նախիջևանը իր տնտեսական ինտեգրացիայով կապվում է Իրանի հետ, Իրանի սուվերեն տարածքի կամ իրավունքը պետք է հարգել, Հայաստանի դեպքում կարելի է չհարգել։ Դե առնվազն Հայաստանը 20 թվականի պարտված կողմն է եղել եւ ստանձնել է պարտավորություն անարգել ճանապարհ տալու, իսկ Իրանով անցնող ճանապարհը անարգել չէ։ Անարգել, անխոչնդոտ Հայաստան, կարծես նոյեմբերի 9-ին գրված է։ Նոյեմբերի 9-ում գրված է, թե կա նաեւ այդ 17 կետանի փաստաթղթում անխոչնդոտ ճանապարհ։ Ոչ, փաստաթղթում չի քննարկվել ընդհանրապես այդ հարցը ճանապարհի իմաստով, եղել է կոմունիկացիաների ապաշրջափակման ձևակերպումը, որը դուրս է բերվել, որը իդեպ նոյեմբերի 9-ով էլ կա, բայց խաղաղության պայմանագրի քննարկումների ընթացքում չգալով փոխադարձ համաձայնության որոշվել է, որ պետք է ընդհանրապես այդ հարցը չքննարկել եւ ստացվում է երկու պետություն միմյանց հետ հարաբերություններ են կարգավորում անունը դնում խաղաղություն, բայց կոմունիկացիաները չեն ապաշրջափակվում, միմյանց չեն Անխոչնդոտ ճանապարհն ու միջանցքը նույն բանը չեն, այսինքն։
Կարծում եմ այստեղ ձևակերպումները պետք է դիտարկել կիրարկման իմաստով։ Դե անխոչնդոտ նշանակում է պետք է ադրբեջանական բեռը Հայաստանով անցնի գնա, որը մեկը խոչընդոտելու իմ ունեցած տեղեկություններով, երբ 22-23 թվականներին բանակցվում էր ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի միջնորդությամբ բոլոր տեխնիկական հարցերը համաձայնեցվել էին, նկատի ունեմ մաքսային ռեժիմ, ինչպես անցումը պետք է լինի, այդ անարգելությունը ինչպես է դրսևորվում, անվտանգությունը ինչպես է ապահովվում, եւ բանակցությունները կանգնել են այն ժամանակ, երբ Հայաստանը, հայկական կողմը ասել է, որ ռուսական ԱԴՑ ծառայությունների ներկայությանը այնտեղ իրենք դեմ են, որպես անվտանգության վերահսկողությունը իրականացնող մարմին, այն ինչ որ գրված է նոյեմբերի 9-ում, եւ սկսել են այլընտրանքային լուծումներ առաջարկել Ադրբեջանին, որոնցից յուրաքանչյուրը Ադրբեջանը մերժել է եւ ասում է, որ ոչ նոյեմբերի 9-ով այսպես է գրված, մենք հենց այսպես էլ պահանջում ենք։ Այսինքն Ադրբեջանը հիմա էլ կհամաձայնի, եթե ռուսները վերահսկեն այդ ճանապարհը։ Այո, Ադրբեջանի հիմնական պահանջը սա է, բնականաբար իրենք կցանկանային, որ ադրբեջանցիները պահանջում են ռուսներին տալ ճանապարհը։ Ադրբեջանցիները պահանջում են, որ երրորդ կողմ ապահովի դա, եւ եթե ոչ ռուսները, բնականաբար իրենք երջանիկ կլինեն, որ դա լինի թուրքական կողմը, Թուրքիայի ներգրավվածությամբ, բայց ինչ որ մեկը իրենց կարծիքով պետք է ապահովի անվտանգությունը։ Հիմա այստեղ ռուսական ծառայություններից բացի եթե դիտարկենք եվրոպական կամ ամերիկյանը, խնդիր ենք ունենում Իրանի հետ, որոնց հարաբերությունները ակնհայտորեն հիմա գնում են լարման եւ այս իմաստով բնականաբար իրենց համար ընկալելի կլիներ դա, բայց այլ հարցեր կա։ Այս ձևակերպումները օգտագործելով իրենք հաջողանում են ռուսներին, որ ի վերջո մենք մնում ենք այս փաստաթղթի շրջանակներում եւ Հայաստանն էլ սրան չհամաձայնելով այդ ռիսկերի բեռը սկսում է կրել։ Ես չգիտեմ, եթե Հայաստանը օրինակ ասեր, որ համաձայնեմ, ԱԴՑ-ին հրավիրում եմ այստեղ, արդյոք դա կփոխեր Ադրբեջանի դիրքորոշումը։ Հնարավոր է իրենք փորձեին այստեղ էլ խուսանավել, բայց առնվազն ռուսների միջնորդության պարագայում ավելի բարենպաստ դիրքերում չէին հայտնվի։ Վստահ եք, խուսանավային, կհրաժարվեին Ադրբեջանը։ Կարծում եմ նման հավանականություն կա, որ կփորձեն, երջանիկ կլինեին, որ դա չլիներ։ Կարծիք կա, որ ամեն ինչ անում է փակի Արցախի հարցը։ Տորպեդահարում է բոլոր այն կառույցները, ովքեր հիշում են Արցախը, հատկապես Եվրոպայի հետ հիմա սրված է Բաքվի հարաբերությունները եւ Ալիևը դա չի էլ թաքցնում։ Իսկ դա հնարավոր է։ Հայկական թողնենք հայկական, ընդհանրապես դա ընդունենք որպես միջազգային այնպիսի մի խնդիր, որը միայն մեր երկրում չի եղել։ Չէ, պարոն Ասականյան, առանց հայաստանյան իշխանությունների աջակցության փակել այդ հարցը պարզապես հնարավոր չէ, որովհետև հիմնական շահառու Եթե անգամ Երևանը ուզենա կարող են փակել այդ հարցը։ Եթե Երևանը ուզենա այդ հարցը փակել եւ աջակցի փակման հարցում, այո, իրենք կարող են փակել։ Եվ Երևանը 23 թվականից սկսած, եթե ոչ 22-ից գնացել է այդ հարցի փակման ճանապարհով, ասելով, որ ես այս հարցի հետ կապված այլևս որևէ ասելիք չունեմ։ Անկամ իրավունքների պաշտպանության հարցը, պարզապես անձանց իրավունքների մի կողմ է դրել։ Դե չկա Արցախը, արցախցիներն էլ Հայաստանում են։ Եվ եթե հայկական իշխանությունները չեն պահանջում վերադարձի իրավունքը, ապա այդ հարցը ստացվում է փակվում է։ Եվ եթե իրատեսական բան եք ասում, եթե պահանջի Երևանը, ենթադրենք պահանջում է, վաղվանից ամեն օր պահանջում են վերադարձ։ Ոչ թե իրատեսական, այլ ես կարծում եմ դա մեր բանակցային ֆոնդի միակ լրջագույն գործիքն է Ադրբեջանի հետ ինչ-որ փոխադարձ համաձայնության գալու առնվազն խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում, որովհետև ստացվում է, որ Արցախի հայաթափումից հետո հիշում եք ժամանակին Թուրքիան ասում էր կբացենք սահմանները 5 շրջանները վերադարձնեք, Ադրբեջանը ասում էր 5 շրջանները վերադարձնեք, հարաբերությունների կարգավորման կգնանք։ Հիմա փաստորեն իրենք ամբողջությամբ Արցախը կլանել են, բայց ոչ Թուրքիան է սահմանը բացում, ոչ էլ Ադրբեջանն է գնում հարաբերությունների կարգավորման։ Ինչու՞, որովհետև մենք այդ դիրքերը շարունակաբար զիջել ենք։ Այլ բան, որ հիմա հայկական իշխանությունները վախենում են ընդհանրապես որևէ պահանջ հնչեցնել, ինչու, որովհետև միջազգային ասպարեզում այս հարցում մնացել են մեն-մենակ։ Ամբողջությամբ միայնակ, այսինքն եթե մենք ասենք, որ գիտեք, դե ռուսները իրենք թողեցին, գնացին եւ այլն,
Եվրոպական կողմի ներգրավվածությունն էլ այս պարագայում չկա։ Ընդհանրապես հիմա որևէ միջնորդություն հայ-ադրբեջանական հարաբերություններում չկա, եթե իհարկե դա Թուրքիան չի։ Թուրքիան կա։ Թուրքիան կա եւ լուրջ ներգրավվածություն։ Եթե ռուսները նորից ստանձնեն Արցախի պաշտպանության, անհավանական բան եմ ասում եւ ոչ իրատեսական, Երևանը պետք է փոխի իր մոտեցումը բանակցության։ Ես հակառակը կասեի, նախ Երևանը պետք է իր մոտեցումը փոխի, ապա պահանջի ռուսներից մոտեցման փոփոխություն, որովհետեւ պահանջի Երևանը պետք է պահանջի արցախայության վերադարձի իրավունքի կիրառումը, ինչու առնվազն այն պատճառով, որ Ադրբեջանը ինքն է պահանջում արևելյան Ադրբեջանի Ռուսական կողմը արցախցիներին վտարելու ժամանակ մի փամփուշտ չկրակեց։ Ռուսաստանից կպահանջեն արցախցիները։ Որովհետև հայկական կողմը արդեն իսկ փոխել էր իր դիրքորոշումը այն մասով, որ մենք այս խնդրի փայատեր չենք, կան ռուս խաղապահներ, ուզում են ապահովեն անվտանգություն, թող ապահովեն, չեն ուզում թող չապահովեն։ Գիտեք, խնդրի հասցեատերը եկեք ֆիքսենք, Հայաստանն է եղել եւ այսօր էլ կա։ Արցախի խնդրի պահանջատերը չի եղել Արցախի իշխանությունը։ Ձեր նշած Հայաստանը պարտվել է այդ պատերազմին։ Որից հետո Արցախահայությունը վերադարձել է իր բնորան ռուս խաղապահների ներգրավմամբ։ Այդ ինչպես եղավ, որ պարտությունից անմիջապես հետո 100 եւ ավել հազար մարդ վերադարձավ իր բնորան, բայց պատերազմի ավարտից 3 տարի անց մենք հասանք այնպիսի իրավիճակում, որ անգամ ծպտուն չենք անում իրավունքների պաշտպանության մասով, ասենք ի վերջո այդ մարդկանց տների վերադարձի իրավունքը կարող ենք պահանջել, թե չենք կարող։ Այդ օրին հասանք եւ այդ օրին հասանք ոչ թե նրա համար, որ Ադրբեջանը ել ավելի հզորացավ, մենք ել ավելի թուլացանք, այլ որ մենք մնացինք Ադրբեջանի հետ դեմ դիմաց, մենակ, որովհետեւ ռուսական կողմից մենք հրաժարվեցինք, իսկ եվրոպական կողմը այդպես էլ որևէ ցանկություն ավելի շատ ներգրավելու չցուցաբերեց։ Ազատության հրապարակի ակցիաները սոցիալական են թե քաղաքական։ Կարծում եմ առաջին հերթին սոցիալական են, որովհետեւ գիտենք, որ բյուջեում այսօր կան լրջագույն խնդիրներ եւ նպաստների կրճատումը Արցախայության մեկ խնդիր է լուծում այդ դեֆիցիտը կրճատել եւ ինչու հենց Արցախայության հաշվին, որովհետեւ իրենք չունեն ընտրելու իրավունք Հայաստանում։ Սա է ամբողջ հարցը։ 26 թվականին Իսկ ունեք տեղեկություն, ինչու չեն ուզում Հայաստանի քաղաքացի դառնալ արցախցիները։ Գիտեք, յուրաքանչյուրը իր պատճառ ունի, որովհետև այդտեղ փախստականի կարգավիճակի հարց է առաջանում, այսինքն իրենք դադարում են լինել փախստական, եթե ընդունում են Հայաստանի քաղաքացիությունը, դա յուրաքանչյուրի անհատական որոշումն է, բայց այդուհանդերձ եկեք ընդունենք, որ Հայաստանում ապրելու հեռանկար չեն տեսնում այդ մարդիկ։ Դե այս պայմաններում Հայաստանի իշխանությունների վարվող քաղաքականության պայմաններում կարող են իրենք տեսնել հեռանկար, եթե հայաստանյան իշխանությունները եւ իրենց սպասարկող մեդիան ամենօրյա ռեժիմով ատելություն են սերմանում Արցախայության նկատմամբ։ Ինչքան էլ մեր համար դա ցավալի է, իրենք դա տեսնում են եւ զգում են։ Հիմա ինչպես կարող են ապագա կապել, եթե այս խնդիրը կա։ Դրա հետ կապելը չգիտեմ ինչքանով է ճիշտ, ատելության ով ինչ է տարածում, բայց մենք խոսում ենք ավելի գլոբալ հարցի մասին։ Արցախը չկա, Արցախցին Հայաստանում է։ Ինչ է լինելու այդ մարդկանց ճակատագիրը։ Այդ մարդկանց ճակատագրով պետք է զբաղվել 23 թվականից եւ ամեն ինչ անել իրենց ինտեգրել հայասարակության մեջ նաեւ սոցիալական իմաստով։ Հիմա ինչու է կրճատվում այդ անձանց նպաստը, այդ աջակցությունը, այլ ոչ մի շարք այլ աջակցության ծրագրեր։ Ինչու, որովհետև իրենք չունեն 26 թվականին ընտրելու իրավունք։ Հետևաբար իրենց դժգոհությունը չի ազդի իշխանության ձայների վրա։ Եթե ազդեր իշխանության Դուք քաղաքական ասպեկտներն եք արդեն։ Ակնհայտ է, որ իշխանության որոշումը հենց էս էր։ Գիտեք, ամեն օր ասում են, որ հայտարարագրման ենթակա անձանց 10,000 արդեն դիմում են տվել եւ ստացել են, չգիտեմ, քանի միլիոնի չափ փոխհատուցում, մի քանի 100 միլիոնի չափ փոխհատուցում։ Այդ ինչ սոցիալական ծրագիր է, հայտարարագրում ես գույքդ փոխհատուցում ես ստանում, ինչի։ Կարող է չունես դրա անհրաժեշտություն, ինչպես փոխհատուցում ստանում։ Բայց այն մարդկանց, ովքեր որ իրապես սոցիալական ծանր պայմաններում են, իրենց աջակցությունը կարելի է կրճատել։
Ձեր կուսակցությունը Գյումրիի ընտրություններին որևէ մասնակցություն ունեցավ։ Մենք որոշում ունենք հստակ չմասնակցելու, որովհետև նախընտրական շրջանում կային հարցումներ։ Անուղղակի մասնակցության մասին է։ Նաև անուղղակի չունեցանք, որովհետև գիտեինք, որ առաջին հորիզոնականը զբաղեցնելու է իշխող ուժը, երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու է Վարդան Ղուկասյանը եւ պետք է Դուք գիտեիք, որ այսպեսի հարցում։ Դե հարցումներ կային, այո, սոցիալական հարցումներ կային եւ անցնելու պարագայում, չգիտեմ քանի տոկոսի դեպքում շեմը հաղթահարելու պարագայում պետք է ընտրություն կատարենք դրանցից որևէ մեկի միջև։ Մենք նման ընտրություն չէինք կարող կատարել։ Իշխող ուժի եւ Դե այնքան տեխնացուներ հայտարարեցին, որ ոչ ոք սա սրան չի միանա, նա նրան չի միանա, բայց պարզվում է հիմա լավ էլ միանում են ինչերը։ Չէ, գիտեք, ես ընտրողին խաբելն է բարոյական, թե չխաբելը։ Անցնող ուժերից ոչ թե մեծ մասը, այլ բոլորի պարագայում ակնհայտ էր, որ միանալու հավանականությունը կա, ամեն դեպքում նրանցից ոչ ոք հստակ եւ ուղիղ չէր ասել մենք որևէ պարագայում Վարդան Ղուկասյանի ձայն չենք։ Բոլորը ասում են ընդդիմության թևում, որ քաղաքացիական պայմանագրին ոչ ոք չի ասում էին։ Բայց վաղը բարձվի որ քաղաքացիական պայմանագրին մեկը քվե է տվել, երկուսը տվել է, 3 քվե է կարծեմ։ Դե կլինի մանդատագողության օրինակ, ինչ որ եղավ Երևանում, ինչ որ 16 թվականին եղավ Վանաձորում, ես չեմ բացառում այդ սցենարը, բայց քաղաքական իմաստով եկեք ֆիքսենք, որ առնվազն հայտարարությունների իմաստով կոալիցիան ձևավորվել է Վարդան Ղուկասյանին ընտրելու շուրջ։ Ես ընտրողի մասին եմ մտածում, այն ընտրողը, որը հետո տեսնում է իր քվեի հետ ինչ են կատարում, չէ՞։ Դե դա ընտրողի ընտրությունն է եղել, կներեք, եթե ընտրում ես անձամբ Դու խաբել ես ընտրողին, հետո ասում ես ընտրությունն է եղել։ Ես չեմ կարծում, թե իրենք խաբել են։ Ես այդ ուժերը, որոնք հայտարարել են, որ իրենց մանդատները քվեն տալու են Վարդան Ղուկասյանին, ինձ համար շատ ակնհայտ էր, որ իրենք այդ կոնսոլիդանալու հնարավորությունը ունեն, եւ դրա մասին բաց խոսվում էր։ Քաղաքացիական պայմանագիրը դա իբրև հակակարողություն էր անում, ասում էր, այ ընտրեք։ Չէ, դեռ իրավական որևէ բան չկա, խնդիր չկա։ Չէ, ուզում եմ ասել, որ դա իրենց իրավունքն է։ Ես ընտրողի առանցքով եմ նայում, Դավիթ Սենան։ Ես ձեզ ընտրել եմ ձեր նախընտրական, այսպես ասած, քարոզչության կարծում, հիմա դե ասենք Ռուբեն Մխիթարյանը քաղաքական հետագից չունի որպես այդպեսի, չէ՞։ Ինչ Ռուբեն Մխիթարյանի որ ծրագիր։ Բայց հայտարարել են, չէ՞, Ռուբեն Մխիթարյանը, այն մյուսը հայտարարել իրենց քաղաքական նպատակների, Գյումրիին իշխանափոխության նպատակն է, որը բխում է երկրորդ եւ երրորդ նախագահների դիրքավորումից։ Անցած բոլոր տեխնացուները նրանք համաձայնեցված էին իդեպ մասնակցում, թե առանձին։ Ես կարծում եմ առնվազն որոշումն այնպիսին է, որ իրար շատ չենք վնասում, էլի եղել են դրսևորումներ, բայց իրար շատ չենք վնասում, անցնենք, տեսնենք ով ինչքան փայ ունի ավականիում եւ ըստ այդմ հասկանանք ով ում է միանում։ Նորմալ է, ինչ կա, դա նորմալ է, որի արդյունքում մենք տեսանք, որ Գյումրիում նախկին երկու նախագահներին սատարող անձինք ուժերը միմյանց հետ կոնսոլիդացան իշխանությունից զրկելու իմաստով եւ ստացվեց պարլամենտական ընտրությունների արդյունքները իշխող ուժ, երկրորդ նախագահ, երրորդ նախագահ նույն պատկերն է մի տարբերությամբ որ 21 թվականին ֆավորիտ տեխնացուն Ռոբերտ Ինչ ընտրություն լինի այդ ասա է 26-ին էլ են սա անելու բայց մի տարբերություն կա պարոն Նացականյան 21 թվականի ընտրություններում ակնհայտ ընդդիմադիր ֆավորիտը լոկոմոտիվը Քոչարյանն էր Այս ընտրություններում իրենք տարբեր թևերով մասնակցեցին օրինակ երկրորդ նախագահի աջակից ուժ եմ չէ ես համարում Մարտուն Գրիգորյանի նույն խմբակցության ներկայացուցիչները եւ նաեւ Ռուբեն Մխիթարյանին իրենք չմիավորվեցին իրար հետ միմյանց ուժեղացնելու իրենք առանձին մասնակցեցին եւ հետո միացան իրար Դե էլի միավորման մասին չեն խոսում են պակասող ձայները տալու մասին Եվ կտան, եւ Ձայնը կտան, դա մի անգամ տվեցին, բա հետո ավականին մի շաբաթ հետո որոշում է ընդունելու, այդ ժամանակ ինչ են անում։ Գիտեք, մեր այս քաղաքական համակարգում էշ մի սատկի գարուն կգա։ Հիմա հիմնական խնդիրը բոլորը դիտարկում են 26 թվականը։ 26 թվին ընթառաջ չի լինելու մեկ Գյումրին ոնց կառավարվի, կարևոր չի։ Բացարձակ։ Եվ ես կարծում եմ, որ այդ անձանց
ընտրողներն էլ առանձնապես չեն խորացել Գյումրին ոնց կկառավարվի։ Կներեք Երևանում Դե իրենք կզգան իրենց մաշկի վրա։ Երևանում էս ընտրություն մինչև 26 թիվը կտեսնեն ինչպես կկառավարվի։ Միշտ էլ այդպես է եղել։ Միշտ էլ այդպես է եղել, իսկ 26 թվականին այս նույն մոդելը կփորձեն այս ուժերը կիրառել։ Չի լինի ֆավորիտ ընդդիմադիր տեխնացու, բոլորը կմասնակցեն առանձին, վերջում կմիավորվեն եւ կընտրեն մի վարչապետի տեխնացուի, որը մեզ առանձնապես չի զարմացնի, հա, մեզ ծանոթ երևի շատ հայտի դեմ կլինի։ Եթե իհարկե այս պլանը չխափանվի մեկ այլ բևեռի ներգրավվածությամբ, որը կմերժի եւ իշխող ուժին եւ նախկին ուժերին։ Այսինքն ինչ էլ տեղի ունենա, այդ երանգյունու մեջ է տեղի ունենա։ Այս երանգյունը քայքայող եւ իրար սնուցող երանգյունի է։ Եվ մարդկանց հիմա փորձում են ներկայացնել, որ չընտրեք երկրորդ եւ երրորդ նախագահներին, Փաշինյանի ուժը շարունակելու է քայքայել Հայաստանը, իսկ քաղաքացիական պայմանագիրը ասում է մեզ չընտրեք, նախկին երկու նախագահներից որևէ մեկը վերադառնալու է։ Եվ հիմա էլ 26 թվին ընթառաջ երկու նախագահները եւ իրենց սատարող ուժերը կոնսենսուս չեն ունենալու բաով է լինելու վարչապետ։ Կասեն եկեք անցնենք խորհրդարան, տեսնենք ով է առաջին տեղը, հիմնական խոշոր փայատերը, նրա շուրջ էլ կկոնսոլիդանան։ Լավ, հենց ըստ այդմ, այնինչի մասին խոսում ենք։ Ինչ է ասում Միքայել Աջափայանը կամ ինչու է ասում։ Միքայել Աջափայանը ասում է, որ Սերժ Սարգսյանը եւ իրեն սատարող ուժերը պետք է հեռանան քաղաքական համակարգից եւ նույնը Ռոբերտ Քոչարյանին է վերաբերում եւ ասում է սա միակ նախապայմանն է, որ ձևավորվեն ուժեր, որոնք կկարողանան հաղթել գործող իշխանությանը եւ Աջափայանն ասում է, որ եթե arczepiskopos Աջափայանը ասում է, որ եթե սա տեղի չունենա իշխանությունը այս կոնտրաստի հաշվին կրկին կփորձի եւ կստանա մեծամասնություն։ Սա այն է ասում, որը ես ամբողջությամբ կիսում եմ, միայն չեն կիսում երկրորդ եւ երրորդ նախագահները, որովհետեւ շարունակում են քաղաքական խնդիրներ լուծել Հայաստանում։ Դե մի ուրիշ հարց էլ կա, ինչ գործ ունի հոգեվորականը մտնում է այդ խոհանոց։ Գիտեք, մեր այսօրվա պայմանները Հայաստանում այնպիսին են, որ նման բաժանում Միքայել Աջափայանին կարելի է այդ առանձնահատկություն։ Դերասաններ, չգիտեմ, պրոդյուսերներ եւ այլն մարդիկ, ովքեր ոչ քաղաքի, ոչ քաղաքականության հետ կապ չունեն, մտնում են քաղաքականություն, ձայներ են տանում, իսկ մի մարդ, ով մեր պետականության ակունքներից գալիս է եւ միշտ առանձնացել է իր քաղաքացիական դիրքորոշմամբ իրավունք չունի կարծիք հայտնելու։ Լավ։ Այսինքն Գյումրիի ընտրությունները դեռ չեն ավարտվել։ Դեռ ոչ, կտեսնենք, բայց ես կարծում եմ, որ իշխանությունը չի փորձի շատ խոչընդոտել Վարդան Ղուկասյանի ընտրվելուն, որովհետև դա համապետական ընտրություններին քարոզչություն անելու իմաստով լավ օրինակ է, որ տեսեք, անգամ չեկավ ինչ-որ մի նոր ներկայացուցիչ նախկին ուժերից, եկավ 90-ականների առաջնորդներից մեկը տեղական, հասկանում եք։ Այսինքն Փաշինյանի արած հեղափոխությունից հետո հնարավոր դարձավ, որ 99 թվականին Գյումրիի քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանը 2025 թվականին կրկին դառնա Գյումրիի քաղաքապետ։ Սա հեղափոխության, մսխման, բացարձակ ձախողման վառ օրինակ է։ Այսպիսի բան չէր կարող լինել։ Հիմա պատկերացնում եք, ասենք, չգիտեմ, պարոն Երվան Զախարյանը նորից դառնա քաղաքապետ, ինչա թե իր դիմաց քաղաքացիական պայմանագրից ինչ որ մի անդեմ մեկն է։ Բայց չէ որ սա հնարավոր է։ Շատ հնարավոր սցենար է։ Մենք լսում ենք Դավիթ Խաչատյանին, Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ։